Ավետման տոնը հայ առաքելական Սուրբ եկեղեցին մշտապես նշում է ապրիլի 7-ին, հայ եկեղեցին Սուրբ Աստվածածնին նվիրված 7 տոն ունի, իսկ այս տոնը սահմանված է հենց ավետարանի պատումի հիման վրա։ Այս պատումի համաձայն Գաբրիել հրեշտակապետը Աստծու կողմից ուղարկվում է Մարիամի մոտ եւ ասում. «Մի վախեցիր Մարիամ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար, եւ ահա դու կհղիանաս եւ կծնես մի որդի եւ նրա անունը Հիսուս կդնես, եւ նա մեծ կլինի եւ Բարձրյալի որդի կկոչվի, եւ Տեր Աստված նրան կտա նրա հոր Դավթի աթոռը»։ Մարիամը հրեշտակին զարմացած հարցնում է, թե ինչպես դա կպատահի, քանի որ ինքը տղամարդ չի ճանաչում։ Հրեշտակը պատասխանում է. «Սուրբ Հոգին կգա քո վրա, եւ Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետեւ նա, որ քեզանից է ծնվելու, սուրբ է եւ Աստծու որդի կկոչվի»։ Մարիամը հնազանդվում է Տիրոջ կամքին եւ ասում. «Ահավասիկ, ես մնում եմ Տիրոջ աղախինը»։ Գարեգին II ամենայն հայոց հայրապետի բարձր տնօրինությամբ ապրիլի 7-ը հռչակվել է որպես մայրերի եւ մարության բերկրակին սպասող կանանց օրհնության օր։ Բոլոր եկեղեցիներում տոնական Սուրբ Պատարագի ավարտին կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ։